Ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 22-ն է 2026 թվական։ Նախ ասեմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտարարեցին, թե քանի կուսակցություն եւ դաշինք է ներկայացրել փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով, նաև նշվեց, որ ներկայացրել է նաև Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, այսինքն արդեն անցանք հաջորդ փուլ, հիմա երբ որ արդեն վերջնական վաղը վերջի օրն է կտեսնենք ովքեր են գրանցվել եւ նաև ընթացքում կերևա թե արդյոք բոլորի տվյալները նորմալ են, որպեսզի գրանցեն, ըստ էության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզաբանում են, որ եթե արտառոց խախտումներ չլինի, չգրանցելու հիմք որևէ մեկի համար չկա, այնպես որ կարծում եմ, որ բարեհաջող ձևով կանցնենք հաջորդ փուլ, իհարկե ընտրությունների հետ կապված թեմաներից կխոսենք, ուղղակի այդ մասը ցանկացած ես ներկայացնեմ, իսկ հիմա հենց նաև ընտրություններին առնչվող առաջիկա զարգացումները մեր երկրի հետ կապված, հետո նաև հարցեր ունենք միջազգային, աշխարհաքաղաքական, նաև առանձնահատուկ նաև նոր իրավիճակ, փաստորեն սրացած վիճակ Ամերիկա-Իրան հարաբերություններում։ Հիմա տեսնենք։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է. ընդհանուր արդյունքում Եվրամիության անդամակցությունը ամենահամեստ եւ պահպանողական հաշվարկներով Հայաստանին կարժենա հնայի մոտավորապես 23%-ը, իսկ աշխատաշուկայի զանգվածային կրճատումը 10.5%-ային կետով եւ գնաճի աճը 22.6%-ային կետով կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման, ներքին սպառումը կնվազի ներկայիս մակարդակից ավելի քան 20%-ով, ակնկալվում է էներգակիրների, այդ թվում բնական գազի գների հետագա աճ։ Այս սարսափազդու հայտարարությունը, որ անում է, որ համախառն ներքին արդյունքը կնվազի 23%-ով, իսկ իրանք ինչ գիտեն Հայաստանը երբ է դառնալու Եվրամիության անդամ, որ հիմա ասենց ստույգ սենց գրամ կոպեկ թվերը բռնացրել են 15, 22.6, չէ, այս են անվտանգության խորհուրդն է, որ տեսակետեր հայտնում, որ 3 օրում Ուկրաինայի պատերազմը ավարտվելու է, արդեն տոնակատարության համար համազգեստը տարել էին, որ շքերթում հանդես կան։ Ձեր վերլուծություններն էլ գիտենք, էլի։ Առավել ևս, եթե խոսքը վերաբերվում է էներգակիրների գների աճին, եթե մարդու կենսամակարդակը բարձրանա, բարձր աշխատավարձ ստանա, նորմալ թոշակ ստանա, թող էներգակիրի գինն էլ բարձրանա, դա ինչ է խանգարում, որ ցանկացած դեպքում, երբ որ ասում են աշխատավարձ, նաև նկատի ունեն, թե այդ գնողունակությունն է այդ աշխատավարձի։ Դա պատահական չի, որ միշտ ասում են անվանական աշխատավարձ, ռեալ աշխատավարձ։ Բացի դրանից էլ իսկ ինչքան է նա սպառողական զամբյուղը, որ ծավալն է կազմում քու ստացած գումարի։ Գինն էլ կարող է բարձրանա, հետո ինչ։ Թող աշխատավարձը բարձրանա, գինն էլ բարձրանա։ Որ աշխատավարձը ցածր է, գինն էլ ցածր է ու չես կարողանում առնես։ Առավել ևս գները բարձրանում էլ են, հենց էլ չի որ ցածր է։ Այսինքն սրանով մեզ որևէ մեկին չեն վախացնում, մանավանդ որ մարդիկ նայում են, որ եվրոպական երկրների կենսամակարդակը համեմատելու չի, ոչ Ռուսաստանի հետ, ոչ էլ Հայաստանի հետ։ Այսինքն դրանով մեզ ասել, այ գիտեք ինչ խնդիրներ կունենաք, սա ուղղակի ընտրություններից առաջ սա ասում է նրա համար, որ այն ինչ պայմանավորվածություններ, որ Նիկոլ Փաշինյանը ձեռքաբեր է Վլադիմիր Պուտինի հետ, որ միասին ենք ճանապարհ գնում, ըստեղ էլ ընտրողին ահաբեկեն, որ տեսեք, եթե դուք Ռուսաստանից ձեռք քաշեք, ԵԱՏՄ-ից ձեռք քաշեք, դեպի Եվրամիություն ճանապարհ ընկնեք, դուք այս խնդիրները կունենաք, այսինքն ընտրողին տրամադրեն, որ հանկարծ չմտածեն Ռուսաստանից փոխվելու մասին, բայց դա ակնհայտ է, որ սա լուրջ չի, մանավանդ այդ հաշվարկները, որի մասին իրանք խոսում են, որ ժամանակահատվածի մասին է խոսքը, երբ որ դուք նույնիսկ չեք տիրապետում, դուք չգիտեք, պատերազմը կավարտվի, սանկցիաները կհանի Եվրոպան, ձեր վիճակը կլավանա, ձեր վիճակը կվատանա, ձեր տնտեսության վիճակը նայեք, որի հետ դուք համեմատում եք, որ Հայաստանը այդ ընտանիքի անդամ է, նաև տնտեսական առումով։
Իսկ միայն դա չի, որ ընտրություններին վերաբերում է, ապրելու երկիր եւ ուժեղ Հայաստան կուսակցությունները հուշագիր են ստորագրել, միավորելով քաղաքական, կազմակերպչական եւ մարդկային ներուժը։ Դե ապրելու երկիր կուսակցությունը հիմնադրել է Ռուբեն Վարդանյանը, իհարկե ինքը հիմա գտնվում է բանտում, նեղության մեջ գտնվող մարդու հետ կապված բնական է ինչ-որ բնորոշումներ չենք տա, բայց փաստեր կա, որը որ ժամանակին ասել են, կամ իրանք են ասել, ուղղակի սենց նրբորեն անդրադառնանք։ Ինչն է այստեղ կարևոր, որովհետև պարբերաբար խոսվում է այն մասին, որ իսկ ով ասել, որ ուժեղ Հայաստանը ռուսամետ ուժ է, կամ ով ասել, որ Ռուսաստանի հետ պետք է հարաբերությունները կարգավորի, ով իրանք հայամետ, իրանք եւ այլ, իսկ ապրելու երկիր կուսակցությունը այն կուսակցությունը չէ, որ 2022 թվականին գործարար Ռուբեն Վարդանյանը եկել էր Հայաստան, հարցազրույց էր տալիս մարտ ամսին, պատերազմը սկսել է փետրվարի 24-ին Ուկրաինայում։ Մարտ ամսին, որտեղ ինչ էր ասում Հայաստանի աշխարհաքաղաքական դերի մասին, նա հայտարարել է, որ եթե անխուսափելի է որևէ ճամբարում հայտնվել է, ապա գոնե Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը, ինչպիսին է օրինակ Թաթարստանը։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում հնարավոր է շատ արագ նավթ գտնել, որպեսզի Թաթարստանի հետ հարաբերվեինք, համեմատվեինք, բայց լավ, համարենք ուղղակի ուզում է առանց նավթի զարգանանք։ Եթե հարցը այդպես է դրված, պետք է մտածել ոնց անենք, որ Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը լինենք, ոչ թե ասենք ինչ որ աղքատ ռեգիոն, որոնք կան Ռուսաստանում։ Եթե մենք նորից դառնում ենք մեծ երկրի մի մաս, թե ինչ ենք դառնում, չգիտեմ, մի շարք հարցեր կան, որոնց պիտի անդրադառնանք, օրինակ ոնց անենք, որ մեր լեզուն պահպանենք եւ այլն, ասել է Ռուբեն Վարդանյանը։ Հիմա տեսեք, այն որ ակնհայտորեն խոսքը գնում էր այն մասին, որ Հայաստանը այո շանս չունի, նա պետք է մտնի Ռուսաստանի կազմ, գոնե հենց անենք լավ պայմաններով մտնենք։ Հիմա այդ քաղաքական ուժը Հայաստանում գործունեություն ծավալող, այդ քաղաքական ուժը միանում է ուժեղ Հայաստանին։ Որևէ մեկի մոտ կասկած մնաց, որ դա ընդհանուր ծրագրերի գաղափարները ուրատանում մեզ։ Բայց բացի դրանից, շատ են խոսում, որ մարդիկ միլիարդատեր են, գործարար են, մեծ կապեր ունեն, աշխարհի մեծերի հետ նստում վեր են կենում, հսկայական ապարատ ունեն, լուրջ ինֆորմացիա են հավաքում, լուրջ վերլուծություններ են անում, այդ կարգի մարդիկ պետք է երկիր ղեկավարեն։ Շատ լավ, կարճ անդրադառնանք 2022 թվականի մարտին, երբ որ Ռուբեն Վարդանյանը անխուսափելի էր համարում Ուկրաինայի պարտությունը եւ անխուսափելի էր համարում Ռուսաստանի հաղթանակը, որով պայմանավորված մտածում էր դե Ուկրաինան վերցնի հաջորդը Հայաստանն է, ավելի լավ պայմաններով մտնենք Ռուսաստանի կազմ, բայց այդ ժամանակ մենք ասում էինք, որ Ռուսաստանը չի հաղթելու։ Բա մի քանի օր էր անցել ուկրաինական պատերազմից, այդ միլիարդատեր, այդ մեծ կապեր ունեցող, լուրջ ապարատ ունեցող, լուրջ ինֆորմացիայի տիրապետող մարդկանց պրոգնոզը չէր նա, որ Ռուսաստանը արդեն Ուկրաինայում այս մի երկու օրը վերջացնում է շուռագալու Հայաստան։ Բայց դրա այտենց եք ուզում դուք երկիր ղեկավարեք։ Բա շատ դեպքերը մեզ որ ասում են, դե ինչ գիտենք, որ դուք իշխանություն լնեք, ինչ կանեք։ Եթե իշխանություն չենք, իշխանական ինֆորմացիային չենք տիրապետում, հսկայական ապարատ մեզ համար չի աշխատում, հարկատուների հաշվին մեծ փողեր ստացող։ Եթե այդ պարագայում մենք կարողանում ենք ձեզ հետ շփվելով մեր համեստ ուժերի ներածի չափով ու ձեր աջակցությամբ կարծիք հայտնենք, որը ժամանակի քննություն է բռնում ու դուք տեսնում եք, որ այդ կարծիքը ճիշտ է թե չէ։ Բայց դեպքում նայեք, բայց եթե մենք իշխանություն ունենայինք, ինչ կանեինք։ Եթե այդքանը առանց իշխանական ինֆորմացիայի, առանց այդ վարչական ռեսուրսի, առանց բոլոր երկրների դեսպանատներից ստացվող ինֆորմացիայի, ուղղակի մենք մի փոքր թիմով կարողանում ենք վերլուծություններ անել, որը ժամանակի քննություն է բռնում։ Բայց դուք ո՞նց եք հավակնում երկիր ղեկավարել, եթե ձեր պատկերացումը աշխարհաքաղաքական այնպիսին է, որ ասում եք շուտ արեք, ժամ առաջ պատրաստվենք մտնենք Ռուսաստանի կազմ, գոնե լավ պայմաններով մտնենք, էլի, հանկարծ չուշանանք, հետո վատ պայմանով մտնենք։ Բայց եթե հանկարծ մարդիկ ձեր կարծիքը լուրջ ընդունեին, ու արդեն իրերը հավաքած մտածեին շուտ անենք մտնենք։
Բա ոնց է որ մարդիկ լսում էին պարբերաբար ես ցույց եմ տվել, չէ, ներկայացել է որ 22 թվականի փետրվարից սկսած ինչ եմ ասել, թե ինչ ալնելու այդ պատերազմի հետ կապված։ Ուկրաինայից մեր հայրենակիցները ինձ գրում էին, ասում են, գիտեք, այնց ենք ոգևորվում, որ դուք հստակ ասում եք Ռուսաստանը չի հաղթելու, ինչ եք խառնվել իրար։ Այս 5-րդ տարին է պատերազմը, հույսը դրել է որ Թրամփը պետք է օգնի, որ ինքը գոնե մի քիչ տարածք վերցնի։ Չի էլ խոսում է Ուկրաինայում իշխանություն փոխելու, ամբողջ Ուկրաինան վերցնելու մասին։ Այլ ընդհանրապես խոսում է մի քանի կիլոմետր առաջ գալու մասին։ Այդ է համարում իր հաղթանակը, որ կարողանա բացատրի, թե միլիոնից ավել մարդու գլուխը ինչի կերան, այդքան կորուստ ինչի տվեցին ու ինչի ստիպված եղան Չինաստանին մեթոդաբար տան տարածքները, որոնք չինացիներն արդեն իրենց քարտեզում գրում են, որ դա իրենց պատմական տարածքն է եւ մեթոդաբար բնակեցնում են, եւ մեկ էլ աշխատուժի պակասի պատճառով հնդիկ ներմուծեք Ռուսաստան, որոնք կան առանձնապես ոչ ձուն են տեսել, ոչ տարբեր բան, այնե շատ անբարեկեցիկ վիճակից եկող մարդիկ են, միակ գործը որ կարողանում են այնա բաշարում են, դա ռուս կանանց հետ այն պակասը լրացնելն է, էլի այդ տղամարդիկ, որ գնացել են կռիվ, դրանց տեղը կարողանան այդ մի գործն են կարող անեն, ժողովուրդ ջան, դրա համար եք վերել այդ մարդկանց։ Դրա համար է կռվում այդ մի քանի կիլոմետրի համար։ Ինչի եմ ասում, բա եթե հանկարծ մեր հասարակությունը լսեր ու ասեր աշխարհ տեսած մարդիկ են միլիարդատեր, ոնց կարող է պատահի խելքները չհասներ, որ ասում են մի բան գիտեն։ Բա տեսնում եք։ Այսինքն էլ թաքցնելու բան չկա որ հասկանան։ Ամեն ինչ արդեն ավելի քան ակնհայտ է։ Մի բան էլ ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանը մի հատ հարցազրույցում ինչ է ասում։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ընդդիմադիր ուժերը միասին վերցրած ավելի շատ ձայն ունեն, քան քաղաքական մեծամասնությունը, բայց եւ որևէ ուժ միանձնյա մեծամասնություն չի կարողանում ստանալ։ Նախ իրանք պատկերացնում են, որ ընդդիմադիր ուժերը ովքեր որ անցնեն, բոլորը հավաքվելու են միտեղ։ Մեր պարագայում չարաչար սխալվում են։ Ասել ենք, որ կստանանք ծանրակշիռ ներկայացվածություն, կմտնենք խորհրդարան եւ չենք միանա ոչ մի պարագայում այդ ձեր հաշված ընդդիմադիրներին։ Չէ, այնպես չի որ իշխանությանը կմնաց էլ չենք միանա, դա պարզ է։ Բայց ինչի եմ ասում, այդ որ դուք հաշվարկում եք, որ անցնողները ձեր ուզած անցնեն, բոլորով միանաք եւ կառավարություն ձևավորեք։ Բա մենք էլ ասում ենք ժողովուրդ ջան, ձեզանից է դա կախված։ Իսկ դուք համաձայն եք, որ իրանք դա կարողանան անեն։ Ու չեն թաքցնում, որ եթե ռուսամետ ուժերը անցնեն, ու ինչ է ասում, ոչ մեկը մեծամասնություն չի ունենա։ Այսինքն խաղեր չտակ, առանց մեկս մյուսի չենք կարող մեծամասնություն ունենալ։ Բերեք ձեր բռնած անցնենք, հետո կառավարությունը միասին կազմենք։ Համամասնորեն ու ինչքան կառավարությունում պորտվել կհասնի նախարարի կամ տարբեր լծակներ իշխանական։ Հիմա դրա դեմը մենք չենք առնելու, ավելի պարզ, ակնհայտ, հստակ, էլ ինչ ասեն, որ մենք պատկերացնենք ժողովուրդ ջան։ Սա չէ իրանց ասածը։ Ոչ մեկը մեծամասնություն չունի, այսինքն թեվ ձեր տված պետք է գնանք եւ մեկ էլ ընդդիմադիրները իրար հետ մեծամասնություն ունեն։ Բա հիմա չխառնենք այս մարդկանց խաղաքարտերը։ Բա չասենք, որ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը դա այլընտրանք է հանդեսանում թե այս իշխանության, թե ռուսամետ ընդդիմության եւ ոչ մի պարագայում չի միանալու ոչ նրան, այդ դուք ոնց եք անցնողներով մեծամասնություն կազմելու։ Դրա համար սիրելի հայրենակիցներ, ձեզնից է կախված, որ նման հնարավորություն իրանք մտներով անգամ չանցնի, որ ռուսամետ ուժերը կարող են ունենալ մեծամասնություն։ Ինչ ուզում է Սարա, իշխանությունը ունի ինչ որ ձայն եւ իշխանությունը ունի ինչ որ վարչական ռեսուրս եւ Նիկոլ Փաշինյանին սատարողներ, բայց դա հաստատ 50% եւ ավելի չի։ Իսկ Նիկոլ Փաշինյանին սատարող արբանյակ ուժեր, որոնք հաղթահար են 4% այս դաժան պայքարում, հավանականությունը համենայն դեպս մեծ չի։ Այդ իսկ պատճառով խնդիր է առաջանալու, որ մեծամասնություն չեն ունենալու։ Նորմալ ակտիվ մասնակցության պարագայում որևէ շանս չունի ոչ այս կողմը, ոչ այն կողմը մեծամասնություն ունենա։ Դրա համար առաջարկում ենք, որ առաջիկա ընտրություններում
ձայնը տալ Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, որպեսզի դա իրական այլընտրանքով հանդես գա։ Կուսակցություն, որը որ հստակ ասում է, բացի մի շարք հարցերը, որ տնտեսական, սոցիալական, իրավական, մարդու իրավունքների հիմնարարած պարբերաբար այդ ծրագիրը կներկայացվի ձեզ, խնդիր չկա, կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը կներկայացնի, կուսակցությունը ընտրությանը մասնակցում, դրա համար ես ուղղակի մեր քայլերի ու ծրագրերի մասին կխոսեմ, բայց հանգամանորեն այդ ամեն ինչը կներկայացնի կուսակցության ղեկավարը եւ նաև ասում են, որ այո, մեր երկրի ապագան եվրոպական ընտանիքն է միանշանակ, որովհետեւ դուք տեսնում եք ինչ կռիվների ու ինչ խնդիրների մեջ է հայտնվել Ամերիկայի Միացյալ Նահանգները տարածաշրջան ու անընդհատ նեղանում, ասում եմ, մեզ օվկիանոսն է բաժանում, այդքան էլ Եվրոպան իմ սրտով չի դրա մեջ մտնեմ։ Այսինքն այնտեղ որտեղ գլխացավանք կա, Դոնալդ Տրամպը չի ցանկանում մտնել, իսկ մեզ օվկիանոս չի բաժանում Ամերիկայից։ Այսինքն ինչքան էլ մենք ցանկանանք Ամերիկայի հետ լավ հարաբերություններ ունենանք, դա մեզանով չի պայմանավորված, դա այդպես կլինի։ Այսինքն մենք այնուամենայնիվ պետք է առաջնայինը համարենք եվրոպական ընտանիքի հետ համագործակցությունը, ընտանիքի անդամ լինելը, իսկ եւ նաեւ երազենք, որ ուղղակի Միացյալ Նահանգներն ու Եվրոպան հակասություններ չունենան։ Դրա համար ես ուղղակի հեսա ներկայացրեցի, որ իմանաք եւ մեր գործի հետ կապված էլ նայենք առավելագույնս կարողանանք մեր ինֆորմացիան տարածենք, եթե հավանում եք, սեղմ եք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմ եք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ ձևով ձեր ծանոթներին ասեք, տարածեք նյութերը, զանգեք, խոսեք, ասեք, գոնե այս ընտրության առիթով, եթե ժամանակ չեք ունենում իրար զանգեք, ասեք, շատ-շատերն են ինձ գրում են, զանգում են, ասում են, որ ձեր փոխարեն այդ ամեն ինչը անում ենք, մարդկանց հետ խոսում ենք, անում ենք, իհարկե շնորհակալություն եմ հայտնում, որ մեր փոխարեն անում են, բայց հավատացնում եմ ձեզ, ձեր փոխարեն եք անում, մեր փոխարեն չեք անում, որտեղ մենք ձեր ծրագիրն ենք կյանքի կոչում։ Մենք չենք գնում մեր ծրագիրը կյանքի կոչենք։ Եթե մենք ուզենայինք մեր անձնական ծրագրերը կյանքի կոչեինք, դուք հաստատ գիտեք, որտեղ են փող եւ պաշտոն բաժանում։ Այնպես որ մի բարդ բան չի, էլի, եթե մենք այդ ճանապարհով չենք գնացել, ուրեմն ուզում ենք ձեր ծրագիրը կյանքի կոչենք, ձեր երեխաների ապագայի ծրագիրը կյանքի կոչենք, իհարկե շատ շնորհակալ ենք ձեր աջակցության համար, դրա համար նրանք ովքեր ցանկություն կունենան նաև ֆինանսական աջակցություն ունենալ, կարող են մտնել նյութի նկարագրական մաս, այնտեղ բոլոր տարբերակները կա, բանկային փոխանցում, քարտային փոխանցում, արագ փոխանցում, Patreon համակարգ, PayPal համակարգ, բայց շատ ավելի կարևոր է, հավատացնում եմ ձեզ, որ կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, Հայաստանի Շնորհապետական Կուսակցության եւ կազմակերպական հարցերով կարողանաք օգտակար լինել, եթե նաեւ կարողանաք նյութական աջակցություն ցուցաբերել, շատ ավելի կարևոր է, որովհետեւ տեսնում եք պայքարը, հիմա տեսեք կենտրոնական ընտրական հանձնաժողով ինչ որ մարդիկ տարել են իրաց փաստաթղթերը հանձնել է նաև Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը, չէ՞։ Նույն ձևի փաթեթը պատրաստել ամեն ինչ հսկայածավալ աշխատանք, որ իրավաբանները, մեր թիմակիցները շատ հսկայածավալ աշխատանք են կատարել։ Սուսուփուս տարել են հանձնել են։ Իսկ մյուսները ոնց են ցույց տալիս, թուղթը վերցրեցինք, թուղթը դրեցինք, այս մարդուն գրեցինք, այդ մարդուն տարանք, արկղը բռնեցինք, արկղը դերքև դրեցինք, ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը, որ այդքան պատմում եք, դա նրան չի վերաբերվում, որ ձեզ են թղթերը վերցրել, մերն էլ, այդ չի, այսինքն սուսուփուս գործանող է, սուսուփուս իր գործը անում է, ոչ թե ամբողջ իրանց, ամբողջը նկարագրում են, տարանք, տվեցինք, նկարվեցինք, քցեցինք, էս արեցինք, այն արեցինք, ի վերջո արդյունքում նույն բանը չարեցինք։ Դրա համար եմ ասում, ժողովուրդ ջան, այդպես ճոռոմ խոսալու, այդպես մեծ ամեն ինչով եթերը լցնելու, մի կողմից Նիկոլ Փաշինյանը, մի կողմից իրանք, չեք հոգնել դրանից։ Տհաճ չի ձեզ համար սա։ Դրա համար էդ էլ ասեցի, հիմա նայենք, հարցեր կա, որ էլի առաջիկա ընտրությունների հետ կապված առնչություն ունեցողը, էլի անպայման չի իրադարձությունը ուղղակի կապ ունենա, բայց տեսեք, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատեխնիկական ուժերի հրամանատար գեներալ Մաջիդ Մուսավին ինչ է ասում։ Իրանի հարավային հարևանները պետք է իմանան, եթե նրանց աշխարհագրությունն ու արտադրական կարողություններն օգտագործվեն իրանական ազգի դեմ թշնամիների ագրեսիայի համար, նրանք պետք է հրաժեշտ տան Մերձավոր Արևելքի տարածաշրջանում նավթի արտահանմանը։ Իհարկե մենք նավթային երկիր
չենք եւ Իրանի հարավում չենք գտնվում, բայց եթե Իրանը իր հարևաններին ասում է բախտները չփորձեք Ամերիկայի հետ խաղեր տակ, դա նշանակում է պատասխան հարվածք ստան։ Մենք էլ այսօր պետքա շատ զգուշ լինենք, շատ չկահարենք, որ այդ տեսեք թրիփը իր գրաֆիկով գնում է, մանավանդ գիտենք չի լինելու իր գրաֆիկով, որովհետև Իրանը հանկարծ վտանգ չտեսնի, որ ինչ որ ձևով ներկայացված են ելնում ստեղ եւ Հայաստանի նույնպես թիրախավոր են։ Թող իրանք իրանց հարցերը մի հատ պարզեն, մի հատ տեսնեն ինչ ալնում, տեղից էլ լարված վիճակա, այլ մեզ դրա մեջ չներքաշեն, որտեղ տեսնում եք ցանկացած առիթով, ցանկացած առիթ օգտագործելու են պատասխան հարված տալ։ Եթե ֆանտաստիկ միջոցներ ունեցող արաբական նավթային երկրներին հարվածներ են հասցնում, որտեղ ամերիկյան բազաներ են։ Դե դուք պատկերացրեք, որ մեզ ընդհանրապես բան չի, ու չեմ էլ ասում հատուկ իրանք նպատակային կանեն։ Ցանկացած պարագայում նաև պետքա զգոն լինել ցանկացած պրովոկացիաներից խուսափելու համար։ Իսկ հիմա Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար տեղակալ Սերգեյ Շևցովը հիմա էլ ինչ է ասում։ Առնվազն տարօրինակ են թվում հայկական կողմի հայտարարություններն այն մասին, թե հայկական երկաթուղին Փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարումն իբր որոշակի մրցակցային կորուստներ է ստեղծում հանրապետության համար եւ այդ կոնցեսիան երրորդ երկրներին զիջելու առաջարկները։ Ինչպես նշել է Շևցովը, պայմանագիրը կնքված է հայկական կողմի համար առավելագույնս բարենպաստ պայմաններով։ Ըստ նախնական գնահատականների կոնցեսիայի պոտենցիալ գնորդները պետք է վճարեն առնվազն $250 միլիոն իրավունքների հետգնման եւ փոխհատուցման համար։ Տարեկան ծախսեն մոտ $40 միլիոն, շահագործման ծախսերի վրա ներդնեն շուրջ $400 միլիոն քանդված Իջևանի հատվածի վերականգնման համար, մոտ $200 միլիոն Վանաձոր Ֆիոլետովո հատվածում, ինչպես նաև մոտ $40 միլիոն Թուրքիայի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանի հատվածների վերականգնման համար, թվարկել է Շևցովը։ Ընդ որում հայկական երկաթուղային ցանցով բեռնափոխադրումների ծավալները հաստատված չեն, իսկ դրանց աճի ներուժն ակնհայտ չէ, մինչդեռ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում դրանք երաշխավորված կերպով կկրճատվեն։ Ինչ է ինքը ասում, որ այս հաշվարկը ցույց է տալիս, որ որևէ շանս չկա, որ որևէ երկիր ցանկություն կհայտնի դա վերցնել։ Իսկ այս նույն թվերին տիրապետում է նաև Հայաստանի իշխանությունը, եթե գտնում է, որ ռուսների ձեռից կրակն է ընկել, միակողմանի կարող է դադարեցնել պայմանագիրը, եթե ռուսները նույնիսկ դատի կտան, ֆրանսիական արբիտրաժում կտան եւ այդտեղ ակնհայտ է, որ նրանք շանս չունեն հաղթելու։ Դա նշանակում է, որ ուղղակի Նիկոլ Փաշինյանը այդ քայլը չի անում։ Այս ինչ որ հիմա ներկայացվում է, նորից արվում է նրա համար, դե որ ասեն դե խեղճ վարչապետն ինչ անի, հիմա ով այս թվերով այդ ամեն ինչը կուզի։ Բայց ինչ եք այդ թեման բարձրացնում, ինչ եք ասում, մենք գնացինք Պուտինի հետ խոսացինք, ասենք եթե չսարքես մենք կվերցնենք մեր վրա, ասենք որ լավ կլի Ղազախստանն անի, ինչ հեքիաթներ եք պատմում, եթե դուք գիտեք, որ նախ դուք քայլ չեք անելու վերցնելու եւ հետո որևէ մեկին այս ծրագիրը չի հետաքրքրելու։ Այսինքն ուղղակի զրույց եք էլի։ Իբր թե տպավորություն ստեղծեք, ուզում եք Ռուսաստանի ստեյից անեք, ինչի մեր ժողովուրդը չգիտի, որ դու Ռուսաստանի ստեյից ոչ կարող եք անեք, ոչ էլ ուզում եք անեք։ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ունեցած հանդիպումների ընթացքում անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակի եւ հեռանկարների մասին նշել է. Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւ նոր սահմանադրության հանրակրվեն կարող են վճռորոշ դեր խաղալ խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման գործում։ Դա Մեծ Բրիտանիայում ելույթ ունելով ասում է, որ ընտրությունները եւ հանրակրվեն վճռորոշ դեր խաղան, այսինքն եթե դուք խաղաղություն եք ուզում, հանրակրվե պետք է անեք սահմանադրության նախաբանը փոխեք։ Սա իրանք հասնում են խաղաղության ուզելու գինը դա է։ Իսկ եթե հանկարծ հայ ժողովուրդը չգնաց եւ ձայն չտվեց, հանրակրվեին սահմանադրության փոփոխության ինչ է նշանակում է վճռորոշ ձևով մենք գնում ենք պատերազմի եւ ժողովուրդն է տանում պատերազմի։ Իսկ իշխանությունն էլ պատերազմի պատրաստ չի, որտեւ ինքը խաղաղության է տրամադրում ժողովրդին, ինչ պատերազմ ժողովուրդ ջան, այդ ինչից եք խոսում։ Եվ բացի դրանից, եւ ի վերջո հանրակրվեն այնպիսի բան է, որ կարող է իսկապես քվորում չլինի։ Մարդիկ ակտիվ չեն հանրակրվեի համար։ Այսինքն, եթե մարդը ակտիվ չի հանրակրվեի համար, դա նշանակում է, որ ինքը պատերազմ է ուզում։ Եվ բացի դրանից, նաև ընտրությունները վճռորոշ
Այսինքն ինչի է այդքան վճռորոշ, որ նայած ով կընտրվի, հա, իսկ իրանց համար նշանակում է իրանց սրտի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն որևէ ձևով իրանք չեն թաքցնում, անգամ միջազգային հանդիպումների ժամանակ նշում են, որ ինչ են իրանք ակնկալում Հայաստանից։ Ընտրվի այն իշխանությունը, որի հետ բանակցել են այդ զիջումները, եւ ընտրվի այն իշխանությունը, որի հետ նաեւ պայմանավորվել են սահմանադրությունը փոխել, իբր թե դա մեզ համար են կանում։ Բայց տեսնում են, որ դա չի ստացվում, հիմա այլ ասում է, թե նախաբանը թողենք, նշանակում է մենք պահանջատիրություն ունենք։ Բայց որ սահմանադրական դատարանի որոշումը մեջբերում է Իրանը, մեծ ժամանակ չգիտեիր, որ պահանջատիրություն կա։ Իսկ հիմա նայենք Իրանի հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. Իրանը չի ցանկանում, որ Հորմուզի նեղուցը փակ լինի, նրանք ուզում են, որ նա բաց լինի, եւ նրանք կարողանան օրական $500 միլիոն աշխատել։ Նրանք ասում են, թե ուզում են, որ այն փակ մնա, միայն այն պատճառով, որ ես այն ամբողջությամբ շրջափակել եմ։ Ուստի նրանք պարզապես ուզում են իրենց դեմքը փրկել։ Բայց եթե մենք դա անենք, Իրանի հետ գործարքը կարող է երբեք չկայանալ, քանի դեռ մենք չենք պայթեցրել նրանց երկրի մնացած մասը, ներառյալ իրենց առաջնորդներին, հավելել է Դոնալդ Թրամփը։ Ինչու, որովհետև չկայացավ հանդիպումը այսօր չորեքշաբթի Իսլամաբադում, Պակիստանում։ Հիմա արդեն ինքը այս խնդիրն է առաջ քաշում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հայտարարության մեջ ասված է. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը կանգնեցրել են երկու նավ, որոնք փորձել են անցնել Հորմուզի նեղուցով, եւ դրանք ուղեկցել են դեպի Իրանի ափեր։ Երկու օրինախախտ նավ սիոնիստական ռեժիմի հետ կապված, որոնք սպառնում էին ծովային անվտանգությանը, չունեին անհրաժեշտ թույլտվություններ եւ միջամտել էին նավագնացության համակարգերին։ Եվ հիմա դուք տեսնում եք, որ այսինքն լարվածությունը շարունակում է, անգամ բանակցություններ ձախողվեց։ Հիմա դուք պատկերացնում եք, դա նոր իրավիճակ ստեղծեց։ Այսօր չորեքշաբթի է, եթե բանակցությունը ձախողվում էր, Տրամփը պետք է հարվածեր, բայց Տրամփը նորից է ձգում այդ իր ուլտիմատումը կոնկրետել օրել չի ասում, թե ինչքան է ձգում, որովհետև չի կարողանում գա համաձայնության։ Այսինքն ավիրել ես, վերացրել ես Իրանը, բայց այդ պարագայում Իրանն է մերժում պայմանավորվածությունը հանդիպման։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ինչ է ասում. Իրանի Իսլամական Հանրապետությունը չի եղել այս պարտադրված պատերազմի նախաձեռնողը եւ Իրանի բոլոր գործողություններն ուղղված են ԱՄՆ եւ սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայից օրինական պաշտպանության անօտարելի իրավունքի իրացմանը։ Այդ կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադրությամբ հետևելով մարտի դաշտում եւ քաղաքական ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ Իրանի շահերի եւ ազգային անվտանգության պաշտպանության համար։ Իսկ զինված ուժերը պահպանելով զգոնությունը պատրաստ են Իրանի ամբողջականության համապարփակ եւ վճռական պաշտպանությանը ցանկացած սպառնալիքներից եւ չարամիտ գործողություններից։ Իսկ հիմա Դոնալդ Թրամփն ինչ է ասում, հիմնվելով այն փաստի վրա, որ Իրանի կառավարությունը լուրջ կերպով պառակտված է, ինչը սպասելի էր, եւ ի պատասխան Պակիստանի դաշտային մարշալ Ասիմ Մունիրի եւ վարչապետ Հեբրաս Շարիֆի խնդրանքին, մեզնից պահանջվել է հետաձգել մեր հարձակումը Իրանի վրա, այն ժամանակ, մինչև նրանց առաջնորդներն ու ներկայացուցիչները հանդես գան միասնական առաջարկով։ Ավելի ծիծաղելի բան դժվար է պատկերացնել։ Դու ուլտիմատում տվել ես, Իրանը պետք է գար բանակցության, Իրանը չի եկել, դե խփող ես խփի, ինչ ես ասում, սպասենք մի հատ երկրում տենանք ով է իշխանություն, որ նոր որոշենք ում հետ ենք բանակցում։ Այնա քեզ բանակցությունը մերժել են։ Բան ունես անելու, արա։ Կամ պետք է ուղղակի այդ պատերազմը չսկսեիր, ուժերդ ճիշտ հաշվարկեիր։ Ես հրահանգել եմ մեր զինվորականներին շարունակել շրջափակումը եւ բոլոր առումներով մնալ պատրաստ ու ընդունակ, եւ այսպիսով կերկարաձգեմ հրադադարը մինչեւ այն պահը, երբ նրանց առաջարկը կներկայացվի եւ քննարկումները կավարտվեն այս կամ այն կերպ, հավելել է ԱՄՆ նախագահը։ Իհարկե, այնպես ինչպես Դոնալդ Թրամփը խայտառակ արեց Միացյալ Նահանգներին ու զինված ուժերին, որ փաստորեն հիմա մարդիկ նայում են, ասում են, չհասկացանք, էս էր սրանց վիճակը։ Էս ինչ է կատարվում։ Եթե ես էր դրանց վիճակը, գոնե դիվանագիտական ձևով հարցերը լուծեիք։ Ոչ են եք անում, ոչ են եք անում։ Աշխարհն է սպասում, որ Ամերիկան պետք է այս իրավիճակը կարգավորի։ Իրանի բանակցային թիմը պակիստանցի միջնորդի միջոցով ամերիկյան կողմին տեղեկացրել է, որ չորեքշաբթի օրը չի լինի Իսլամաբադում, այսինքն այսօրվա մասին է խոսքը, եւ որ ներկայումս բանակցություններին մասնակցելու հեռանկար չկա, այսինքն մերժել է իրանական կողմը։ Պատճառը ԱՄՆ-ի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումն է, Վաշինգտոնը չի կարողացել ապահովել հրադադար,
Լիբանանում չափազանց մեծ պահանջներ է ներկայացնել բանակցությունների առաջին փուլում եւ շարունակել է ծովային շրջափակումը Հորմուզի նեղուցը բացելուց հետո։ Իրանը հետագա մասնակցությունը համարում է ժամանակի վատնում։ Այնա պարզ ասել են, հիմա ասում սպասենք տենանք ով է իշխանության գալի։ Իրանք իշխանություն են, իշխանություն չեն, իշխանությունը չի փլուզվել։ Այդ իշխանությունը իրանք կարողանում են երկիրը կառավարել։ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Պակիստան հետաձգվել է Իրանում խաղաղության բանակցությունների նոր փուլին մասնակցելու վերաբերյալ առկա անհամաձայնությունների պատճառով։ Այս էր, որ նախ սկզբից խոսում էր Վենսը չգնա, հետո որոշեցին դե լավ թող գնա, բայց եւ տեսան, որ անորոշությունը ասին լավ թող գնա մի հատ էլ խայտարակ կլինի, բայց խայտարակ եղան են, որ ընդհանրապես գնալու թեմա չառաջացավ, Իրանը մերժեց բանակցությունները։ Եթե Իրանը այդքան վախեցած է, ո՞նց է բանակցություն մերժ։ Առիթը կօգտագործեր Պակիստանին կասեր դե ընկեր միջնորդի տենանք ինչ են կանում։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ինչ է ասում։ Իրանը հնարավոր է համարում, որ Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են վերսկսվել, եթե Միացյալ Նահանգները վերացնի Իրանի ծովային շրջափակումը։ Այսինքն իրանք չեն փորձում զիջեն, փակել ես, չես բացի, բանակցություն չկա։ ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը հրադադարի ռեժիմի խախտում է եւ մենք նրան ասել ենք, որ նրանք պետք է դադարեցնեն այդ շրջափակումը։ Եթե շրջափակումը վերացվի, կարծում եմ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Իսլամաբադում, հայտնել է Ամիր Սաիդ Իրավանին։ Իսկ կարևորը, որ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասը հայտարարել է. Պարսից ծոցի երկրների դեմ օգտագործվող իրանական անօդաչու թռչող սարքերը հավանաբար հագեցած են ռուսական տեխնոլոգիական կատարելագործումներով։ Այո, Կայա Կալասը դա հատուկ ասում է Դոնալդ Տրամպի համար, որ դու Ուկրաինային չես օգնում, որ դու Եվրոպային չես օգնում, Ռուսաստանին ես օգնում, իսկ Ռուսաստանն էլ հիմա Իրանին է օգնում եւ խայտարակ անում Ամերիկային։ Բացի կորուստներն ու զոհերը, բառից բուն իմաստով խայտարակ անում, ցույց է տալիս, որ Ամերիկան անզոր է այսօրվա դրությամբ այդ բալիստիկ հրթիռների ու այդ դրոնների դեմ այս պատերազմին ինքը պատրաստ չէր, եթե կոնկրետ կոորդինատները Իրանին տալիս են, իսկ Իրանը փաստաթուղթ ունի ստորագրած Ռուսաստանի հետ եւ այդ կոորդինատները ստանում է։ Դե մի կողմ կտրի որոշումը կայացրու։ Այնա տենում ես Ռուսաստանի գլխին Ուկրաինան ինչ կդնի, եթե մի քիչ օգնես։ Մենք սերտորեն համագործակցում ենք մեր Պարսից ծոցի գործընկերների հետ, Կայա Կալասն ասում։ Այդ ամենը սահմանափակելու համար, այդ թվում պատժամիջոցների վերաբերյալ հնարավոր համագործակցության միջոցով։ Մենք նաև ցանկանում ենք խորացնել մեր համագործակցությունը Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, ասել է Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչ, այսինքն Կայա Կալասը։ Հիմա դուք տեսնում եք այս զարգացումները Իրանի հետ կապված եւ ինչն է այստեղ։ Այո, այս պատերազմին պատրաստ չէր Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հապշտապ մտավ դրա տակ ու նույնիսկ իրանք չգիտեին իրական պատերազմում ինչ է կատարվում, սանկցիաների տակ գտնվող Իրանը ինչպես է կարողանում այդպիսի բալեստիկ հրթիռներ ստեղծի եւ այդ քանակությամբ դրոններ։ Բա Իրանը բալեստիկ հրթիռ ու դրոններ տալ է Ռուսաստանին։ Բայց ժամանակ չհասկացաք դրա արդյունավետությունը, չհասկացաք, որ ծանր հարվածներ էր հասցնում Ուկրաինային, որ Ուկրաինան էլ փորձում էր ամեն ինչ անել դեմ առնել ու չեզոքացնել այդ ամեն ինչը։ Ուկրաինայի թիկունքին կանգնելու փոխարեն Ուկրաինային մենակ թողել մտնել Իրանի հետ պատերազմի մեջ, հետո խայտարակ կլնել։ Բա օգնեք այդ հարցը լուծվի։ Լուծվեց Ռուսաստանի հարցը, կլուծվի Իրանի հարցը։ Լուծվեց Իրանի հարցն ու Ռուսաստանի հարցը, տենց շատ լուրջ չի կարող ծավալվել Չինաստանը։ Փաստի հետ պետք է հաշվի նստի։ Իսկ հիմա Չինաստանը քաշվել է մի կողմ ու սենց շատ ուրախ զվարթ սպասում է Ամերիկայի ձախողումները արձանագրելով։ Եվ Ռուսաստանի հետ է համագործակցում եւ Իրանի հետ է համագործակցում։ Ինքը կոնկրետ process-ի մեջ չի, բայց ինքը դուրս է գալի շահեկան վիճակում։ Այն դեպքում, երբ որ Դոնալդ Տրամպը ակնկալում էր, որ նավթով կխեղճացնի Չինաստանին եւ այդ պարագայում հաջողություն կունենա իր դիրքերը կամրապնդի, բայց լրիվ հակառակ իրավիճակն է։ Հիմա այսօր ինչ է, Չինաստանը տենց տուժած վիճակում է, խայտարակ, նույնիսկ եթե նավթի գինը բարձրանում է։ Եվ դրա համար այս ամեն ինչը ուղղակիորեն առնչվում է նաև առաջիկա ընտրություններին մեր երկրում, որովհետև տեսեք, ի վերջո ինչ են կընտրում։
Երբ որ պարբերաբար խոսում ենք այդ մասին, որ Ժողովուրդ ջան, հնարավոր չէ առանց արտաքին քաղաքական օրակարգի, մենք մտածենք, որ կարող է մեր մոտ ընտրություն տեղի ունենա։ Ու ինչպես տեսնում եք, մասնակից կողմերն էլ չեն թաքցնում, որ սա արտաքին քաղաքական օրակարգ է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, ես ելնեմ խաղաղություն կլինի, պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ, Ադրբեջանի հետ պայմանավորվենք Թուրքիայի հետ էլ հարաբերությունը լավ կլինի, եւ մեկ էլ որևէ խնդիր չունենք Ռուսաստանի հետ զարգացնենք, այն մյուսներն էլ ասում են, չէ, որ մենք ենք Ռուսաստանի հետ ավելի պիտի զարգացնենք։ Իսկ ի՞նչ է, սա արտաքին քաղաքական չի։ Հունգարիայի ընտրությունը դեր աչքի առաջ էր։ Դուք տեսաք, որ Եվրոպայի սրտում գտնվող երկիրը գնում էր պայքարը Ուկրաինային աջակցելու մասին, այսինքն եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ, թե Ռուսաստանի հետ հարաբերության։ Հաղթեց եվրոպական ուղղությունը եւ մի քանի հարցով ցույց տվեց, որ ինքը այնուամենայնիվ համաեվրոպական ծրագրերի շրջանակներում է գործելու։ Այո, ցույց է տալիս իր ինքնուրույնությունը, որ հանկարծ չմտածեք էլ եկել ենք սաղ ձեր ուզած ենք անելու, բայց վճռական հարցերում նա համաեվրոպական ծրագրի կողմնակից է։ Չենք տեսնում մենք ինչ է կատարվում։ Բայց հիմա այդ ամեն ինչը մենք որ խոսում ենք, եվրոպական ընտանիքի հետ կապված, եթե մենք քայլի մասին ենք ասում, առաջի քայլն էլ անես, մնացած քայլերի հաջորդականությունը հերթականությամբ կարող է հետները պայմանավորվել, թե անվտանգային է, թե տնտեսականը։ Բայց դա ենք ասում։ Եվ այս հարցում մի հատ էլ, եթե ժամանակ կա մի բան մի հատ արագ նայեմ, էլի, Facebook-ը մի բան հիշացեց ընտրություններից մի քանի օր առաջ, բանի այդ 2021 թվականի, հա ուզում եմ հիշացնեմ, որ ախր ես ամեն ինչի մեջով մի անգամ էլ ենք անցել, էլի։ Ուրեմն ինչ էր ասում ընտրություններից առաջ, ապրիլ ամսին։ Վերջապես հասկացաք, որ բավարար չէ հրեշին սպանողը հրեշ չդառնա։ Նա պետք է վերացնի հրեշին իշխանության բերող ու այդ իշխանությունը պահող համակարգերը։ Հաճախ ենք լսում նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած հայտնի գործիչներից. ես լինեի երկրի ղեկավարը, պատերազմ չէր լինի։ Մյուսը ես լինեի պատերազմը կհաղթեի։ Մեկ ուրիշի ես դառնամ վարչապետ, գերիներին կվերադարձնեմ։ Մեկն էլ ես լինեմ վարչապետ, առանց պատերազմի Հադրութն ու Շուշին կվերադարձնեմ։ Ինչն է կարևորը։ Գործ ունենք բարձր կամային հատկանիշներով, փորձառու լուրջ կապեր ու հնարավորություններ ունեցող պինդ տղերքի հետ, որոնք հավասարը հավասարի պես կհարաբերվեն մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ղեկավարության հետ, ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա, գնալ զիջումների, Թուրքիային կհասկացներ, որ նա լուրջ խնդիրներ ունի աշխարհի շատ երկրների հետ, ու եթե մեր հարցում շարունակի իրեն այսպես վատ պահել, ապա մենք էլ ստիպված մաս կկազմենք հակաթուրքական ուրվագծվող ալյանսին։ Բայց միջազգային մասշտաբի ուժեղ տղեկն այս ամենը չեն կարող անել, քանի որ չեն կարողանում գահընկեցանել տեղական նշանակության մի թույլիկի։ Այսինքն այս նույն պայքարը, որ գնում ամենք ուժեղ ենք, նրանք թույլ են են, ասում ենք ընկեր, այդ տեղական նշանակության թույլիկին կարող եք գահընկեցանեք, որ մեծ խոսում եք Պուտինի հետ էս կանենք, Ալիևի հետ, Էրդողանի հետ։ Սրա համար էի տարիներով ասում, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի վերադարձը նախկինին բացառվի, որ մեզ այնպիսի ուժ է պետք, որ այլընտրանք լինի թե նախկին, թե ներկա իշխանությունների, որ նախկինի ու ներկայի պայքարը մեզ ապագա չի տանում, որ ապագայի լուրջ ծրագրեր են պետք, ու այդ ծրագրերը կյանքի կոչելու ունակ թիմ, լայնախոհ լիդերով, ու ամենևին պետք չէ դա անձնավորված պատկերացնել։ Նախկին կարող է լինել անգամ 20 տարեկանը, իսկ 120 տարեկանը լինել հարուստ կենսափորձով ապագայի կորցիչ։ Տարբերությունն աշխարհընկալումն է, միտված անցյալին, թե ապագային, առաջ գնալ, առաջ նայելով, թե հետ։ Այս նույն խնդիրը այսօր չունենք, ժողովուրդ ջան։ Ուղղակի մի տարբերությամբ, որ ժամանակ այդ այլընտրանքը չձևավորվեց, հիմա բարեբախտաբար այդ այլընտրանքը ձևավորված ունենք, իդեմս Հայաստանի Շնորհապետական կուսակցության, եւ որ պատիվ ունեմ այդ ընտրացուցակում ներգրաված լինել նաեւ ես։ Փողոցի պատահական գործիչը, այս գնահատականներն անդիմադիրները այն ժամանակ, շիզոֆրենիկը, էքսցենտրիկը, պետական կառավարման հարցում միանգամայն ապաշնորը, միջազգային մասշտաբի սուտասանը, գավառական ավանտյուրիստը, թուրքի կոշիկ լիզողը, հողատուն ու կապիտուլյանտը։ Փակագծում գրել եմ, սրանք թունդ ընդդիմադիրների բառաֆոնդից են, ոչ իմ։ Դառնում է երկրի ղեկավար ու
կաթողիկոսները, մտավորականներն ու գիտնականները, զինված ուժերը, աշխարհի ազդեցիկ հայերը, շատ ու շատ հայտնի անձերն ու կառույցները նրա հրաժարականն են պահանջում, իսկ մի շարք կուսակցություններ հայտնի լիդերներով, փորձառու գործիչներ, աշխարհ տեսած, աշխարհի մեծերի հետ նստած վերկացած, ֆանտաստիկ ֆինանսական ռեսուրսներով, մեդիա մեգասպասարկումով, Ռուսաստանի ու Հայաստանի հանրային լուրջ գործիչների աջակցությամբ չեն կարողանում Փաշինյանի հրաժարականին հասնել ոչ ընտրությունների միջոցով, ոչ փողոցային պայքարի։ Սա ենք ժառանգել նախորդներից, ինչը վտանգի տակ է դնում հազարամյակների մեր ողջ քաղաքակրթական ձեռքբերումներն ու այդքան մեծ դժվարությամբ ստացած անկախությունը։ Ու պետք չէ ասել, թե նախկինում կյանքն ավելի լավ էր, Արցախն ու ազատագրված տարածքները չէին կորցրել։ Նպատակս չէ թվարկել, թե նաև որքան արատավոր երևույթներ կային այդ ժամանակներում ընդդիմադիր գործիչ եմ եղել, գիտեմ, այլ ուզում եմ ասել, որ եթե 3 նախագահների օրոք էլ ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորություն չկար, ամեն օրվա իշխանավոր իր հագով օրենքներ էր գրում, համակարգեր ստեղծում, միշտ էլ կգտնվի Փաշինյանի նման արկածախնդիր, որ ժողովրդի նուրբ թելերի վրա խաղալով իշխանությունը կվերցնի, հնարավոր բոլոր փորձանքները երկրի գլխին կբերի ու եթե ուզի կվերընտրվի, ինչքան ուզի, ինչպես ուզի կկառավարի։ Իսկ Պուտինի հետ հարցեր լուծելուն ունակ, Էրդողանի ու Ալիևի հետ քյալլա տալուն պատրաստ քյալլա ճակերտների մեջ, որովհետև հայկական բառ չի։ Ուժեղ տղեկը խեղճացած կասեն, դե ինչպես երկրի պայծառ ապագայի ծրագրերից խոսենք, քանի չենք կարողանում դաժան ներկայի մեղավորի հարցերը լուծել։ Այո, ոչ թե ցանկանում եմ, այլ երազում, որ ունենանք այնպիսի թիմ, լայնախոհ ու ապագայի ծրագրերով, էրվող խորովող լիդերներով, որ կփրկի մեզ Փաշինյանից, բայց առաջին քայլը կանի փրկիչի ինստիտուտը վերացնելը լինի, կվերացնի անձնիշխանությունն ու ամուր հիմքերը դնի ինստիտուցիոնալ կառավարման համակարգերի, որ իրենից հետո բացառվի Փաշինյանի կերպարին հատուկ որակներով մեկ այլ բախտախնդիր գա իշխանության։ Փաշինյանը պետք է հեռանա։ Ասա եղել է գնահատական նախորդ ընտրություններից առաջ։ Հիմա այսօրվա գնահատականն էլ դուք տվեք, տեսեք, թե ինչ է կատարվում եւ պատկերացնենք առաջիկայում մեզ ինչ է սպասվում։ Դե ինչ այսօր այսքանը դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։